Maybe we carry on this way to find bright in this house. How would you like to fly? But someone pushed you back. But I know this is a crown. See you different now. Mama Lee says, Señorita, I feel for you. You really think that you don't have to. He doesn't love you, I can tell by his charm. But you can feel this real love. But you can feel this thing back. When I look into your eyes, I see something that they can't buy. Where I fall and just making the sound. I would call you gonna girl, what a nothing, baby, take it. Señorita, I feel for you. You really think that you don't have to. He doesn't love you, I can tell by his charm. But you can feel this real love. But you can feel this thing back. It feels like so. Come on, yeah. It feels like something heating up. Can I live with you when the letters say I don't know what I think about really living with you? Guys say it feels like something heating up. Can I live with you when the letters say I don't know what I'm thinking about, really live with you. hey? It feels like something heating up. Can I live with you when the letters say I don't know what I'm should be thinking about, good time? Say it one more time. It feels like something heating up. Can I live with you when the letters say I don't know what I'm thinking about, really live with you. it feels like something heating up. Can I live with you when the letters say I don't know what I'm thinking about, really live with you. gentlemen, goodbye. And ladies, good morning. Really live with you. Շնորհակալություն։ Վայ Ալեքսանյան։ Այժմ բեմ հրավիրեն Գիգաբիթ խմբին։ Թե ինձ սիրելի հեռուստայտող, սիրելի հանդիսատես եւ հարգարժան ժյուրի։ Դուք պետք է կատարեք այժմ որոշում։ Հեռուստադիտողը կատարել է արդեն իր որոշումը, մնում է դուք որոշեք։ Ես ասեմ, որ կապ չունի ով է հաղթելու այս պահին, նա ունի անակնկալ Անելիք բանկի կողմից, ես հիշեցնեմ այդ նվերի մասին, եւ այսպես Անելիք բանկը ունի նվեր Visa Gold Plastic Card, քարտը կարող է օգտագործվել աշխարհի բոլոր երկրներում, ինչպես նաեւ այս քարտով կարելի է կատարել ինտերնետ գործարքներ։ Նշեմ, որ նաեւ այս քարտը սպասարկում է անվճար, քանի որ նվեր քարտը ունի սպասարկման վճար եւ չնվազող մնացորդ։ Անելիք բանկում ավանդ ներդնելու դեպքում կախված գումարի չափից ցանկացած ավանդատու կարող է ստանալ նվեր միջին անգամ Visa Gold Plastic Card 0 դրամ սպասարկման վճարով եւ առանց չնվազող մնացորդի։ Անելիք բանկ, կայուն հիմք, վստահելի ապագա։ Այս քարտը կլինի պարտվողինը, կլինի, բայց հիմա գիտեմ, դրա ժամանակը չի ձեր համար, ուրիշ բանի մասին եք մտածում։ Հարգարժան ժյուրի, դուք պետք է որոշեք այժմ, թե ով է մնալու նախագծում։ Լսում ենք ձեզ։ Վերջի անգամ այսպես զայրացած չեմ հիշում երբ եմ եղել։ Հարցը նրանում չի, որ իմ խմբի ներկայացուցիչներն են կայացած այստեղ այսօր։ Հարց ուղղակի նրանում է, որ այս վերջերս, մոտորապես վերջի 20 տարին, ոչ առողջ տենդենցիա եմ ես տենում մեր երկրում, որ մենք շատ հեշտ ենք եւ միանգամից ընդունում եւ կրկնօրինակում վատը եւ շատ դժվար
վերցնում ենք ինչ-որ լավ բաներ, որոնք որ նորամուծություն են, նորաստեղծություն են եւ այլն եւ այլն։ Մի բան ինձ ուրախացնում տվյալ պահին, որ իմ 3 հոգու համար համարյա այդքան քիչ են քվեարկի, ինչքան որ մի հոգու համար, այսինքն արդար էր իրենց քվեարկությունը։ Պապաները, մամաները, հոպարները, տատիկները, պապիկները, հարևանների շները չեն տվել իրենց ձայները, քվեարկել են այն մարդիկ, որոնց որ դուր ա եկե, փաստորեն այդպիսի մարդիկ մեր երկրում քիչ են ցավոք սրտի։ Դավ, էլի է շատ բան ուզում ասի, բայց շատ չխորանամ, թե չէ շատ բան կասեմ։ Կարանք առանցին ծրագիր անենք դրա մասին հետո։ Ես իմ ձայնը տալիս եմ գիգաբիտ։ Քանի որ դու գիգաբիտի ղեկավարն եք, ես սպասում եի այդ պատասխանը, բայց ամեն դեպքում ընտրությունը ձերն է, Նաիրա Գյուրջինյան։ Այս հենց այդ թեման էր, որից մենք սկսեցինք, դու ինձ հարց տվեցիր ու ես շատ դժվարությամբ պատասխանեցի, որտեվ չգիտեմ, այդ զանգերի վրա հույս դնելը մի փոքր բարդ է, որտեվ հիմա կանգնած են, սենց ասեմ, 2 մասնակից, շատ ունիկալ մի խումբ գիգաբիտ տղաներին, որոնց ես հիմա նորից կրկնում եմ, ես ձեզ շատ եմ սիրում, շատ ունիկալ եք եւ Վահեն, որը շատ մեծ պոտենցիալ ունի եւ շատ հետաքրքիր տեմբր ունի ու այս այդ դեպքն է, որ ես համարում եմ, որ կապ չունի ոնց կվերջանա այդ ամեն ինչը, այստեղ ես պարտված ոչ մեկին չեմ տեսնում այս բեմում, անկախ նրանից, թե ոնց կավարտվի այդ ամենը։ Եվ իհարկե ես տալիս եմ շատ սիրելով տղաներին, բայց ուզում եմ ես այսօր լինեմ Վահեիս կողքը ու կոնկրետ իմ ձայնը տալիս եմ Վահեին։ Մինչ ժյուրիի սկսելն էր, ես մտածում եմ, որ տենց էլ պետք է լինի, այսինքն պետք է որոշեն Գիսանեն եւ Գարիկը։ Եվ այժմ ամենածանր գործը երևի թե ձերն է։ Նրանք կանգնեցին ես մասնակիցների կողքին։ Ում կողքին կկանգնեք դուք։ Գիսանեն։ Հանգամանքների բերումով այդպես ստացվեց, որ զուգադիպեց ես որպես ամենաթույլ այս համերգի մասնակից տվեցի Վահեի անունը։ Բնականաբար չիմանալով, որ վերջում ինքն է կանգնած լինելու մեր առջև։ Բայց ուզում եմ անպայման նշել, որ այս ելույթը, որը յուրօրինակ շանս էր ցույց տալու եւս մեկ անգամ ձեր հնարավորությունները, ինձ ապացուցեց, որ երևի թե շատ ու շատ ավելին կարող էիր, քան համերգին արեցիր, ցույց տվեցիր, չգիտեմ, տարբեր պատճառներով, միգուցե պարային շոուի հետ չհարմարվեցիր, այսինքն չկարողացար քեզ տիրապետել։ Հիմա տեսնում եմ, որ իսկապես կարող էիր շատ ավելի լավ երգել։ Եվ ցավում եմ, որ համերգի ժամանակ ինչ որ թերացումներ եղան, բայց գիգաբիտի տղաները ինձ համար շատ յուրօրինակ են եւ չհամեմատելով այս երկու մասնակիցներին, որտեղ իրենք շատ տարբեր են, ամեն մեկը իրենց գործի մեջ, ոճի մեջ լավն են, ուղղակի հաշվի առնելով գիգաբիտի ունիկալ լինելը, ես իմ ձայնը տալիս եմ գիգաբիտի տղաներին։ Եվ վերջին որոշումը Գարիկ քեզնից կախված է շատ բան։ Ուրեմն տղեկ ձեզնից ով դուզ գա, ես համարում եմ, որ լուրջ կորուստա պրոյեկտի համար ցանկացած թե գիգաբիտը թե Վահեն, իրանցից որ մեկը դուրս գա, ես համարում եմ լուրջ կորուստա ու ես ընդհանրապես ես էլի մեջ ունեի իմ կանխազգացումները, բայց չէի պատկերացնում, որ ձեր զույգը կանգնած կլի բեմի վրա։ Դրա համար որոշումս ուղղակի շատ բարդ է իմ համար հիմա։ Բայց քանի որ ես մի քանի քայլ առաջ եմ ուզում նայեմ, ոնց
ոնց որ Գլումովը ասաց, ես շատ նեղում եմ, որ նորամուծություններն ու ինովացիաները երաժշտական աշխարհում մեր չեն ընդունվում։ Ու միանգամից մենք առաջին հերթին սպանում ենք սերմը, չենք սպասում մինչև այդ պտուղ տա, տեսնենք ինչ պտուղ կտա։ Դրա համար այսօր ամենամեծ խնդրեմը այն է, որ բոլորս ասում ենք, որ բոլորը նույն երգն են երգում ու բոլորը նույն տիպի են երգում։ Այդ նրանից է, որ մենք սպանել ենք բոլոր ինովացիաները ու բոլոր էքսպերիմենտները, որ կարող էին չսպանել։ Վահեի նման տղան իրավունք պետք է ունենա երգելու, որովհետև նման տեմբր մենք ուղղակի չենք հանդիպում։ Այս մրցույթի կանոններն է, որ պետք է այս հիմա ընտրեմ ձեզնից մեկին, ու մի քանի քայլ առաջ նայելով ես մտածում եմ, որ մենք պետք է շանս տանք նորամուծությանը մտնելու Հայաստան։ Վայ ջան, շատ ցավում եմ, ես քեզ շատ սիրում հարգում եմ ու ես քեզ շատ խորհուրդներ տվեցի ու շատ ափսոսում եմ, որ այդ խորհուրդները դու ուղղակի չես կարողանա օգտագործել մյուս համերգում, որովհետև ես իմ ձայնը տալիս եմ գիգաբիտին։ Քեզ էլ շատ շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող Վահե Ալեքսանյանը լքում է այսօր X Factor նախագիծը։ Վահե, ուղղակի բառերն անում ծափարենք էլի, ուտես կանգնում եք դուք այդ։ Ես քեզ շնորհավորում եմ, գիտես ինչի համար, որ դու նախ ունես հիանալի տեմբր։ Գիտես, տենց արտահայտություն կա, գարտань ասում են։ Շատ հետաքրքիր է քո մոտ ձայնը դուրս գալիս կոկորտից եւ գերումա շատ աղջիկների սրտեր, բոլորը նստած ծափարում են, ասես ձայները են լսում, ինչը նշանակում է, որ դու ունես ապագա այդ բնակավարում, միանշանակ դու կգերես շատ սրտեր քո ձայնով։ Ես քեզ ուզում եմ տալ Անլիկ բանկի կողմից այս Visa Gold Plastic քարտը, ասեմ, որ չնեղվես հանկարծ, դու հազարավոր մարդկանցից մեկն ես, որ անցար 12-ի մեջ։ Այդ արդեն հաղթանակային ստում է, քեզ նկատել են։ Նկատել եք, չէ՞ ժողովուրդ։ Շնորհակալություն քեզ, որ մասնակցեցիր։ Դե ինչ, այսօր այսքանը սիրելի հեռուստադիտող, մենք արդեն կհանդիպենք Կիրակի, բայց եթե ուզում եք իմանալ, թե ինչ է կատարվելու այս ուղիղ եթերից հետո, ինչ են պատրաստելու մասնակիցները հաջորդ գալահամերգին, ապա ողջ շաբաթվա ընթացքում, շաբաթը 3 օր դուք հնարավորություն ունեք դիտելու այդ մեր օրագրերի միջոցով, X Factor-ի օրագրերը միշտ ձեզ համար են, որպեսզի դուք լինեք ինֆորմացված։ Շնորհակալություն, այսօր այսքանը կհանդիպենք արդեն Կիրակի, ձեզ հետ է ես Արամ Պետրին։ Հաջողություն։